Արագածոտնի թեմի հոգևորականներին եւ նրանց ընտանիքի անդամներին պատկանող անձնական իրերը վերադարձնելու միջնորդությունը քննչական կոմիտեն հետաձգել է։ Ասել է, թե հրաժարվել է հոգևորականների հեռախոսները, երեխաներին պատկանող պլանշետները եւ այլ իրեր վերադարձնել, քանի որ ինչպես Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, այս պահին իրավապահ համակարգում ակտիվ զոննության են ենթարկում հոգևորականների հեռախոսները։ Հիշեցնենք, որ անցած ամիս հոկտեմբերի 15-ին իրավապահները լայնածավալ խուսարկություններ էին իրականացրել Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների եւ հայ առաքելական եկեղեցու քաղաքացիական աշխատակիցների տներում։ Փաստաբանների փոխանցմամբ խուսարկությունների ընթացքում առգրավվել են ոչ միայն հոգևորականների, այլև նրանց ընտանիքի անդամներին պատկանող հեռախոսները, երեխաների պլանշետները եւ տարբեր անձնական իրեր։ Դեպքից անմիջապես հետո Ժողովուրդ օրաթերթի հետ զրույցում փաստաբանները ահազանգել էին, որ առգրավված իրերի թվում կային անձնական եւ ընտանեկան բնույթի նյութեր, որոնք որևէ կերպ չեն առնչվում քրեական գործին։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին ձերբակալվել էին Արագածոտնի թեմի առաջնորդը, Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր-Փառեն Քահանա Առաքելյանը, Արագածոտնի թեմի 3 աշխատակից հաշվապահը, գանձապետը եւ ռեֆերենտը, ընդհանուր առմամբ ձերբակալված հոգևորականների թիվը հասել էր 12-ի։ Նշենք, որ դեպքի օրը երկար ժամանակ անհայտ էր բերման ենթարկված 4 հոգևորականների՝ Տեր Համբարձումի, Տեր Նարեկի, Տեր Սարգիսի, Տեր Օշինի եւ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի գտնվելու վայրը։ Վերջինիս ամենայն հայոց կաթողիկոսի քրոջ որդին է։ Քննչական կոմիտեն դեպքի կապակցությամբ հայտնել էր, որ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանց պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարվում են վարույթային եւ ապացուցողական անհրաժեշտ գործողություններ։ Սակայն արդեն անցել է ավելի քան 2 շաբաթ եւ քննչական մարմինը դեռ չի վերադարձրել առգրավված անձնական իրերը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով փաստաբանները այս առիթով դիմում են ներկայացրել ինչպես գլխավոր դատախազին, այնպես էլ քննչական կոմիտեի ղեկավարին, սակայն մինչև օրս որևէ արձագանք կամ պաշտոնական պատասխան չի ստացվել։ Փաստացի քննչական մարմինը դեռևս պահում է մարդկանց անձնական իրերը, ինչպես բնորոշում են փաստաբանները, դա արվում է առանց իրավական հիմնավորման, խախտելով անձնական կյանքի անձեռնամխելիության սկզբունքը։